Իշխող հանրապետականին չի մտահոգում ոչ այսօրվանից հրապարակում սկսվող իշխանափոխության ակցիան, ոչ էլ այն հանգամանքը, որ հարթակ է վերադարձել վերջին նախագահական ընտրություններում կես միլիոնից ավելի ձայներ հավաքած Ռաֆի Հովհաննիսյանը։ Խորհուրդ կտամ լուրջ ուշադրություն չդարձնել։ Ռաֆի Հովհաննիսյանը հովարային անջատումով գործիչ է։ Այսինքն 2013-ին մարդը հավաքեց 37% ձայն, հետո կորավ տարիներ, ամիսներ շարունակ չկար, հիմա նոր հայտնվել է։ Ուր էր ինքը։ Հովարային անջատումներով գործիչներին ես չեմ ընկալում։ Շարմազանովը կրկին ընդգծեց, տեսանելի ապագայում Հայաստանի քաղաքական դաշտում ամենահզոր կուսակցությունը հանրապետականն է։ Ընդդիմադիրներին էլ խորհուրդ տվեց զուր իշխանափոխության խոստումներ չտալ։ Իսկ իշխանափոխության բոլոր հարցերը կլինի իշխանափոխություն, չի լինի դա կորոշի մեր քաղաքացին 2017-ի պարլամենտական ընտրությունների ժամանակ։ Մեր երկրում, ինչպես ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում, իշխանափոխությունը կամ իշխանության ձևավորումը կամ վերաձևավորումը պետք է լինի բացառապես հերթական ընտրությունների միջոցով։ Իշխող կուսակցության խոսնակը շեշտեց, չի կարծում, թե նոր Հայաստան շարժման համակիրները շատ են, բայց գիտի ինչու է հասարակության մի մասը իշխանությունից դժգոհ։ Ընդ որում Հայաստանում առկա խնդիրները թվարկելիս հանրապետական Շարմազանովը ընդդիմադիր գործիչներին չզիջեց։ Պետք չի զամավ իշխանություններին չեն սիրում։ Իհարկե պետք է չսիրեն մի մասը։ Մի երկրում որտեղ կա կոռուպցիա, մի երկրում որտեղ կա աղքատության մակարդակ, որտեղ մարդը խնդիրներ ունեն, սոցիալական խնդիրներ ունեն։ Հիմա խնդրեմ կա։ Մենք պետք է խնդիրը կներեք, ես մի քիչ փիլիսոփայական խնդիր, առանցին կխոսենք, բայց ըստ իս խնդիրը սոցիալական չի, ոչ թե տնտեսական է։ Խնդիրը բոլորիս ուղեղն է, արժեքային համակարգի հետ կապված է։ Հանրաքվեից օրեր առաջ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, Հայաստանի թիվ 1 խնդիրը անվտանգությունն է, իսլամական պետությունը Թուրքիան։ Պնդեց, որ այսօր առավել քան երբևէ ներքին ցնցումներ չպետք է լինեն։ Մեզ բարությունն է անհրաժեշտ, մեզ փոխադարձ արգանք է անհրաժեշտ։ Մեզ անհրաժեշտ է բոլորիս, եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը, եւ հանրությանը իրավիճակի ավելի իրատեսական գնահատական։ Օրվա ընթացքում նաև ահազանգեր էին ստացվում, որ մարզային քաղաքներից դեպի Երևան տրանսպորտը չի աշխատում։ Շարմազանովը ասաց, որ պատճառը ինքը չգիտի, բայց չի կարծում, որ դա միտումնավոր է արվում։ Ընդհանուր առմամբ քարոզարշավը գնահատեց նորմալ, հակադարձելով ընդդիմության պնդումներին, թե բոլորը ոչ են ասում, Շարմազանովն ասաց, հայրենի լոռիում ոչ միայն ԱՅՈ-ի կողմնակիցների է տեսել, այլև լսել է նրանց հիմնավորումները։ Որ նախագահական ընտրությունները չլինեն, որ չլինի առճակատում, որ պարլամենտի դերը մեծանա, որ լինի կայուն կառավարում, որ մեծամասնականների տեղը պակասի եւ կուսակցությունների տեղերը ավելանան։